Պարոն Պողոսյան վաղ առավոտից ինչպես Գագիկ Ծառուկյանի մյուս բիզնեսներում տան այնպես էլ այսօր առաքելության խոզարկություններ է տեղի ունեցել իրավապահների կողմից փաստաբանը մեզ ասաց որ ոչինչ չեն տարել չեն արգրավել ասաց նաև որ ապօրինի եղել հա կարծես թե այդ խոզարկությունները ձեզ այլ հարց եղեմ հա աշխատակիցների վերաբերյալ տեսա որ հերթով գնում էին ստացվում է որ վաղը չեն կարող գալ չեն կարող աշխատել պարոն Պողոսյան Այս պահին երևի թե այդպես կմեկնաբանենք, իհարկե քիչ շոտ ավելի այդ մասով լրացիչ տեղեկություն կարողանք ունենանք, բայց ամեն դեպս առավոտյան աշխատակիցները հերթափոխի ովքեր դուրս են եկել բոլորին հրավիրել են դուրս, նոր հերթափոխը պետք է գա աշխատանքը որպեսզի ապահովի ընդունի աշխատանք եւ ապահովի, չեն թողել ներս մտնեն աշխատակիցները բոլորին դուրս են հրավիրել։ Պարոն Պողոսյան, ձեր աշխատասենյակներն են խոզարկել։ Խոզարկել ոչ մի սենյակ չեն խոզարկել։ Կապարակնքել են բոլոր սենյակները, ինչպես հասկացա, ինչպես փաստաբանը մեկնաբանեց, խոզարկության իրավունք չունեն, նույնիսկ կապարակնքելու իրավունք էլ չունեն։ Նույնիսկ աշխատասենյակների հարակից տարածքները խոզարկելու իրավունք չունեն, բայց ապօրինի իրանք իրանք գործողությունները կատարում էին։ Քանի աշխատակից ունի Արարատցեմենտը։ Շուրջ 1000 եւ ավել։ Ստացվում է, որ հիմա այդ մարդկանց աշխատելու, հա, վճարելու հարցը հարցականի տակ է այո։ Շատ լավ, վերջի շրջանում շատ է սրվել, հա, իշխանություն, չգիտեմ, Ծառուկյանն այս հարաբերությունները եւ Նիկոլ Փաշինյանը ասում է Արարատցեմենտը պետք է պետականացվի, ինչպես հեծն է եղել։ Այս հայտարարություններին որպես տնօրեն ինչպես եք վերաբերվում դուք։ Անկեղծ ասած չեմ կարող մեկնաբանել, բայց ոլորտի մասնագետ չեմ, բայց ընդհանուր եթե նայենք, կարծում եմ նման հայտարարությունները դրանք անօրինական են։ Քիչ որ sense մեկնաբանենք, ոնց որ մարդուն կան տնից անեն, ասեն սա քոթուն չի ապօրինի ձեռբեր։ Չգիտեմ, փաստաբանները, մասնագետները ավելի թող իրանց գնահատական տան, բայց իմ գնահատականը դա անօրինական է գործողությունն է։ Գործարանը օրենքով, ամբողջ վճարումներով եւ այլն նորմալ աշխատել է, դուք որևէ մտավախություն, մտահոգություն չունեք, պարոն Պողոսյան։ Գործարանը ուր իրականությունները ուր աշխատանքը դա ցանկացած արտադրական process-ում նորմալ է։ Հարկերը վճարում ենք, աշխատավարձները ժամանակին վճարում ենք, ոչ մի խնդիր չկա, ասածը թե ինչ են մեկնաբանում, ինչ են բարձրաձայնում, Այսօր առաջի անգամ էր, որ այսպեսի լայնածավալ գործողություն եղավ, թե մինչ այս եկել են մինչ այդ sense այս մասշտաբի չէ, բայց եկել են տարբեր իրանց տարբեր գերատեսչություններից եկել են մեկը մի հպետեկը մի հանձնարարականով, չգիտեմ, հարկադիրը այլ հանձնարարականով եկել են տարբեր գործողություններ եկել են, նույնպես էլ եղել է որ իրանց հանձնարարականից եղող գործողություններն արել, ում ասում ես դու իրավունք չունես այդ գործողություն անես, ասում են իրավունքն է գնա բողոքի մեր գործողությունների դեմ։ Անում են, հետո գնանք բողոքենք, դրա ճիշտը որտեղ է։